Ջերմուկում կայացած գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով աշխատաժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության, օրենսդիրի, գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցներն ամփոփում են Դիլիջանում անցկացված առաջին աշխատաժողովի արդյունքները։ Առանց տնտեսական աճի մենք որևէ հաջողության չենք կարող հասնել։ Այսինքն հիմնական նպատակը տնտեսական աճ ապահովելն է։ Եվ երբ որ նայում ենք նաև թվերին, տարբեր բյուջեի մուտքեր, ներդրումներ, աշխատատեղեր, աշխատավարձ, որը բերում է ի վերջո տնտեսական ակտիվության, նաև վարքաբանական փոփոխություններ շուկայում, այս ամեն ինչը մեզ հուշում են, որ դեռևս կարիք կա հայտնաբերել նոր գործիքներ, որոնց միջոցով բիզնես համայնքի ներկայացուցիչները ավելի ակտիվ մասնակցություն կունենան մեր հասարակական կյանքին եւ ավելի շատ տնտեսական կյանքին։ Ըստ պաշտոնյաների նմանատիպ քննարկումները կարիքի ճիշտ գնահատման արդյունավետ հնարավորություն են։ Այս անցած արդեն 6 ամիսների ընթացքում մենք աշխատել ենք 17 գործարար միությունների հետ եւ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է ինչպես իր կարծիքով գործարար միջավայրում առկա ամենակարևոր հարցը, այնպես էլ այն հնարավոր լուծումները, որ կարող ենք ստանալ այդ հարցերը կարգավորելու համար։ Մեր գործարարներին եւ ներդրողներին առհասարակ ոչ միայն մեր, այլ նաեւ աշխարհում է այդպես, հետաքրքրում են վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմները, բոլորը բողոքում են տարիներ շարունակ տևող դատական process-ներից եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ խնդիրը նաեւ մեր ուշադրության կենտրոնում է եւ մենք միտք ունենք մշակել վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմներ, որոնք կլինեն արտադատական, ինչպես նաեւ կրճատել դատարանում քննվող գործերի ժամկետները։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի գնահատմամբ եւս խնդիրների հաղթահարման լավագույն ճանապարհը պետություն մասնավոր երկխոսությունն է։ Մեր խնդրանք առաջարկները բարձրաձայնել են կառավարության գործընկերների առջև եւ ունենք հաստատական վստահություն, որ համատեղ քննարկումների եւ ջանքերի արդյունքում, ինչպիսին որ այսօր է նման լավ ֆորմատ, օրինակը, այս աշխատաժողովը, խնդիրները աստիճանաբար քայլ առ քայլ կստանան արդարացի լուծումներ։ Գործարար համայնքից վերջին 7 տարում ոլորտում տեղի ունեցած փոփոխություններն են ընդգծում։ Աշխարհայացքային փոփոխություն կա գործարարության մեջ։ Կամավոր են վճարում, շատ են վճարում, որտեղ վստահ են 3 հիմնական բան ապահովված է երկրում։ Հավասար մրցակցային դաշտ, չկա կոնկրետ գործարարների կամ ոլորտների նկատմամբ այս կամ այն պետական գործիչի հովանավորչությունը եւ ամենակարևորը, օրինակ երեք մենք Երևանից ջերմուկ էին գալիս եւ բոլորը զարմացած են, երբեք մենք այս որակի ճանապարհ չենք ունեցել։ Այսինքն պետական ծախսերը իրականացվում են էֆեկտիվ, թափանցիկ։ Դա մեզ առաջացնում է պարտավորվածություն։ Եթե պետությունը մեր տված գումարները, վճարները ճիշտ է ծախսում, ճիշտ է կառավարում, ինչքան շատ տանք, այնքան բոլորիս համար կարևոր է եւ լավ։ Մեր թե նախարարությունները, թե վարչությունները, թե որոշ գազམ་ագերբություններ pedagogan, որոնք գնում են միջազգային գազམ་ագերբությունների հետ, ազգային գազམ་ագերբությունները դրսում հանդիպում են, բայց իրենց հանդիպումները այստեղ մասնավոր ոլորտի, բիզնես ոլորտի հետ դիալոգը շատ քիչ է։ Եվ նաև դարաչարգեմ, որ այդ դիալոգը ավելի զարգանա։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն ընդգծեց, աշխատաժողովին մասնակցելու մոտիվացիան պայմանավորված էր Դիլիջանում կայացած աշխատաժողովի արդյունքներով։ Նախորդ քննարկումից հետո բարձրացված խնդիրները հիմնական մասը լուծվեց։ Եվ սա շատ կարևոր է, որ երկխոսությունը չլինի ուղղակի ֆորմալ բնույթի։ Սա հնարավորություն է տալիս օբյեկտիվ եւ իրական փորձի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների հավաքագրել եւ վերհանել այն խնդիրները, որոնք այսօր կան իրավակիրառ պրակտիկայում։ Այսօրվա քննարկման արդյունքում ձևակերպվելու են կամ ճշգրտվելու են կառավարության աշխատանքի առաջիկա օրակարգերը, հանդիպումը ամփոփեց վարչապետը։ Ես ուզում եմ ընդհանրապես հետեւյալը ասել, որ տնտեսական մտածողության փոփոխություն ասածը ընդհանրապես մտածողության փոփոխություն է, որովհետև ի վերջո մարդու կենսագործունեությունը ինքը տնտեսական երևույթ է, տնտեսությունը մարդու կենսագործունեությունն է։ Ես ճիշտ է ընդգծելու համար ասացի բացման խոսքում, որ սպորտը տնտեսության ճյուղ է, մշակույթը տնտեսության ճյուղ է, բայց մեծ հաշվով ամեն ինչն է տնտեսության ճյուղ։ Տենց բան չկա, որ տնտեսության ճյուղ չի։ Եվ այս առումով, բայց մտածողության փոփոխության առումով ես կարծում եմ, որ մի քանի գործիքներ կան, որոնք մեզ համար այսօր արդեն նոր տարածքներ են բացում։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ներդրումային միջավայրի տնտեսական հարաբերությունների առումով 2018-ին, երբ քննարկում էին, թե որն է տնտեսական հեղափոխության այն գործիքները, որոնք պետք է կիրառեն, դրանցից առաջնայինը դիտարկել են եւ այսօր էլ դիտարկում են կապիտալի շուկայի զարգացումը։ Տնտեսական մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ այս ծառնիմն է մտածողությունը բիզնեսում ընդհանրապես վերափոխվի։ Դրա համար շատ կարևոր է, որ կապիտալի շուկան զարգանա, որպեսզի մարդիկ հասկանան, որ համագործակցելը ավելի մեծ շահույթներ եւ եկամուտներ է բերում, քան ցանկապատներ քաշել եւ այդ ցանկապատների հետևում խրամատավորվելը։ Եվ ճիշտն ասած, ինձ համար այսօրվա ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ մենք կապիտալի շուկայում այնուամենայնիվ ունենք զարգացումներ։ Կարգավորումը փոխելը հեշտ է, մտածողություն փոխելն է դժվար, ընդգծեց պետության ղեկավարը, կարևոր համարեց նաև հարկերի հետ կապված ընկալման փոփոխությունը։ Փոփոխություն տեղի ունենում նաև զուգընթաց այն բանին, երբ որ մարդը տեսնում է, որ իր վճարած հարկը եկավ վերադարձավ իր ոտքի տակ, ցեխը դարձավ ասֆալտ, մութը դարձավ լույս, ավերակ դպրոցը դարձավ նոր դպրոց եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այստեղ էլ մենք պետք է շարունակաբար գործիքը պետք է լինի հետևողականությունը։ Հարկային քաղաքականության հետ կապված մենք շատ մտքեր ենք քննարկում, ընդհանուր կա միտք, որ մենք փորձագիտական ներուժ ձևավորենք եւ ընդունենք 10 տարվա հարկային օրենսգիր։ Ընդհանուր այսպիսի գաղափարներ կան, որոնք մենք պետք է նայենք, թե ինչքանով են իրատեսական։ Վարչապետի խոսքով 2018 թվականից խնդիր են դրել զարգացնել ներհայաստանյան փորձագիտական ներուժը, իսկ բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները պետք է մաքսիմալ ներգրավվածություն ունենան որոշումների կայացմանը։ Մենք այնտեղ մի շատ հետաքրքիր մոդել ներդրեցինք, երբ որ խոսք էր գնում նրա մասին, որ երբեմն կառավարությունը չունի գործիքներ եւ մասնագիտական կամ ներուժ կամ ժամանակ մասնավոր հատվածի տված գաղափարները հասկանալու, ընկալելու, մշակելու եւ արձագանքելու համար այնտեղ գաղափար առաջացավ, որը արդեն իրականություն է։ Մենք առաջարկեցինք, ասացինք, որպեսզի չստացվի, որ կառավարությունը ֆինանսավորում է մի բան, որի արդյունքը ինքը լավ չի պատկերացնում, եկեք ստեղծենք հիմնադրամ, մասնավորը ինչքան կներդրի, նույնքան էլ կներդրի կառավարությունը, եւ որի նպատակն է եղած գաղափարները, քաղաքականությունների մշակմանը մասնավոր հատվածին ներգրավելը եւ այդ խորհրդում արդեն իսկ դա իրողություն է։ Վարչապետն անդրադարձավ նաև ակադեմիական քաղաքնախագծին, վստահեցրեց, որ նախագիծն իրականանալու է եւ հաջողելու է, ի շնորհիվ գերմանական ընկերության։ Վարչապետը պատմեց, ինչպես է պատահական գտել այդ գործում գերմանական մասնագիտացված ընկերությանը։ Մենք Մյունխենում էինք եւ գաղափար առաջացավ երեկոյան գնալ համերգի։ Կնոջս հետ էի եւ Աննան առաջարկեց գնանք մի համերգի, նայեցինք ինչ որտեղ մի հատ համերգ կա։ Մեր արողակարգի ծառայությունը գնաց, եկավ, ասեց, գիտեք ինչ, պարոն վարչապետ, այդ համերգը այդտեղը պատշաճ չի, որ վարչապետը գնա եւ այլն, եկեք խնդրում եմ խուսափենք։ Բան ասենք, այդ ինչ տեղ պետք է լինի, որ ամոթ ըլնի գնալ վարչապետի համար պատշաճ չի։ Գնացինք, պարզվեց նախորդ դարի բանի աղյուսի գործարանը, որը վերափոխվել է համերգասրահի։ Ես որ մտա, նախ այդ աղյուսի գործարան մտա, տեսա աղյուսի գործարանն է, իրոք ասի, բայց իսկականից այս աղյուսի գործարանում որտեղ է համերգ լինելու։ Հետո մտանք մի համերգասրահ, որ ես մտա այդ համերգասրահ, ուղղակի ապշել էի այդ համերգասրահի վրա։ Եվ մենք մտածում ենք, տանջվում ենք ակադեմիական քաղաքի վրա, տանջվում ենք, ուղղակի տառապում ենք, եւ ես ասացի, ով է այս ճարտարապետական ինչ ընկերություն, ով է արել սա։ Եվ մեր դեսպանատոնը կազմակերպեց հանդիպում այդ ընկերության ներկայացուցիչների հետ, եւ ես իրանց մեր խնդիրը բացատրեցի եւ իրանք այդ խնդիրը լուծում են, միջև հիմա լուծում են այն աստիճան, որ իրանք ամեն իրանց այդ հանդիպումից հետո ակադեմիական քաղաքը ինձ համար դառնում է շատ կոնկրետ, շատ շոշափելի բան, որը ուղղակի տարբերակ չունի իրականանալու։ Հաջորդ խնդիրը թվայնացումն է, նշեց վարչապետը, նկատելով, որ Էստոնիայից հրավիրված մասնագետը եկել ու բացատրել է, թե կոնկրետ ինչ է թվայնացումը։ Ես տենց մի օրինակ էլ ունեի, նախորդ օրը մենք քննարկում ենք Հյուսիս հարավի հետ կապված մի հարց,
եւ ֆրանսիական ընկերության ներգրավման հնարավորությունը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, ով երևի մի 10 տարուց ավելի, 15 գուցե հյուսիս-հարավ նախագծի մեջ է, մի նախադասություն ասեց, ինքը չգիտեմ ֆիքսեց այդ նախադասությունը թե չֆիքսեց, բայց ասեց այդ ֆրանսիական ընկերության հետ կա, մենք թունելի մասին էինք խոսում։ Ու ինքը ասեց, որ իրանք այն ստանդարտ, ասում է, այս 3 ամիս, որ ես բան էի արել, 3 ամիս շփվեցի այդ ընկերության հետ, ես վերջին 10 տարում այդքան ճանապարհաշինարարության մասին բան չէի սովորել, ինչքան այդ 3 ամսվա ընթացքում այդ ընկերության հետ։ Ես նկատի ունեմ, ինչի համար եմ սա ասում։ Ես ասում եմ, որ մենք պետքա այո անընդհատ սովորելու այդ մղումը, այդ մտածողության փոփոխության շատ կարևոր բաղադրիչ է եւ մենք պետքա շարունակենք դա անել։ Այստեղ ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք գիտենք սովորել, իսկ դա նշանակում է, որ մեր առաջ դրված բոլոր խնդիրները կլուծենք։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։